Մեր Տեր և Ուսուցիչ Հիսուս Քրիստոսը ասում է. Երանի խաղաղարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Մեր Տեր և Ուսուցիչ Հիսուս Քրիստոսը Ավետարանի մեկ այլ հատվածում հղում է անում Եսայու մարգարեությանը, ասելով, որ պիտի լսեք և պիտի չիմանաք, պիտի նայեք և պիտի չտեսնեք։ Եվ մեր Տեր Ուսուցիչ և Հիսուս Քրիստոսը հորդորում է ապավինել նախախնամությանը։ 2025 թվականը շատ կարևոր տարի է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև իր 34-ամյա անկախության մեջ առաջին անգամ մենք կարող ենք ասել, որ խաղաղություն է հաստատված։ Հայաստանի Հանրապետությունն իր պատմության մեջ առաջին անգամ ապրում է խաղաղության մեջ։ Եվ սա մի երկար ճանապարհ է, որը մենք անցրել ենք, գուցե շատ հաճախ լսելով և չիմանալով մեր Տեր և Ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ուղերձը, նայելով և չտեսնելով այն ճանապարհը, որը Աստված պատրաստել է մեր ժողովրդի և մեր պետության համար։ Ես հիշում եմ, գուցե ինտուիտիվ, չգիտակցելով իմ նախորդ ամանորյա ուղերձներից մեկում այն ճանապարհը, որով մենք անցնում ենք, ես համեմատեցի անապատի 40 տարվա հետ, որը ըստ էության նույնպես ճանապարհ է պատերազմից դեպի խաղաղություն, նույնպես ճանապարհ է, որը մենք անցել ենք հաճախ չիմանալով և վստահ չլինելով, արդյոք գնում ենք Աստծո հետևից, թե խոտորվել ենք Աստծո ճանապարհից։ Բայց երբեմն նախախնամությունը մեզ շեղում է հենց Աստծո ճանապարհից, փորձելու համար մեր հավատարմությունը Աստծուն։ Որովհետև չունենալ տարբերակ շեղվել և խոտորվել Աստծո ճանապարհից, դա չի նշանակում հավատարմություն Աստծուն։ Դա նշանակում է չունենալ այլ տարբերակ։ Բայց խոտորված լինել Աստծո ճանապարհից և վերադառնալ Աստծո ճանապարհին, դա է իրական հավատարմությունը Աստծո ճանապարհին, որովհետև հավատարմությունը այն չէ, երբ դու չունես տարբերակ, երբ դու չունես ընտրություն։ Հավատարմությունն այն է, երբ դու ունես տարբերակ, բայց դու ընտրում ես այն տարբերակը, որով քեզ առաջնորդում է Աստված, որով քեզ առաջնորդում է մեր Տեր և Ուսուցիչ Հիսուս Քրիստոսը, որի ճանապարհները անքննելի են, երբեք որևէ մեկը չի իմացել, չգիտի և չի իմանա ինչու ենք մենք գնում այս կամ այն ճանապարհով, որովհետև երբեք և որևէ մեկը չի կռահել, չի կռահում և չի կռահի Աստծո մտահղացումը, որովհետև Աստծո մտահղացումը անըմբռնելի է, մանավանդ մարդու համար, որը լսում է ու չի իմանում, նայում է և չի տեսնում։ Բայց ես ուզում եմ հղում անել այս ամբիոնից հնչեցված մտքին պետության կառավարման
եւ Աստվածաշնչի կապի վերաբերյալ, որովհետեւ կարծում եմ, որ այնինչ վերաբերվում է անհատին, նույնը վերաբերվում է նաեւ պետությանը։ Եվ կարծում եմ շատ էական է արձանագրել, տեսնել, կառուցել պետության կապը Աստծո հետ, որովհետև դա ինքնին նշանակում է նաև պետության քաղաքացիների կապը Աստծո հետ։ Եվ աստվածաշնչային սկզբունքները ներդնել քաղաքական գործունեության մեջ, պետական կառավարման մեջ, դա ունի շատ կարևոր եւ տեսական եւ պրակտիկ նշանակություն, որովհետեւ մենք հաճախ խոսում ենք եւ իմիջիայլոց անընդհատ քննարկում ենք եւ անընդհատ մտածում ենք ինչ դրացուցիչ մեխանիզմներ ներդնենք բարեվարկություն ապահովելու համար, որովհետեւ պետական պաշտոնյաների բարեվարկությունը թերևս բոլոր երկրներում, մի երկրում ավել, մյուս երկրում պակաս, ամենակարևոր խնդիրներից է։ Եվ իհարկե բարեվարկությունը բարեփոխումների թեմա է, բարեվարկությունը կարգավորումների, փոխզսպումների եւ հակակշիռների թեմա է, բայց հնարավոր չէ բարեվարկություն առանց Աստծո ներկայության։ Հնարավոր չէ բարեվարկություն առանց Աստծո խոսքի, որովհետև ինչ է բարեվարկության ամենապարզ բացատրությունը։ Բարեվարկության ամենապարզ բացատրությունն այն է, որ դու լինելով բացարձակապես միայնակ, պիտի ի վիճակի լինես ունենալ այնպիսի գործելակերպ եւ ապրելակերպ, ինչպես դա անում ես շատերի ներկայությամբ։ Այսինքն, երբ ոչ ոք քեզ չի տեսնում եւ չի նայում, դու շարունակես ապրել այնպես, կարծես բոլորը տեսնում են քեզ եւ նայում են քեզ։ Սա ինձ համար ընկալում է Աստծո ամենուր ներկայության, որովհետև երբ որ բոլորը քեզ տեսնում են, քեզ տեսնում է Աստված։ Երբ որ քեզ ոչ ոք չի տեսնում, Աստված միևնույնն է քեզ տեսնում է, եւ եթե այս ըմբռնումը չկա յուրաքանչյուր անհատի մեջ, որևէ օրենքով, որևէ կարգավորումով, որևէ պատժով, որևէ սպառնալիքով հնարավոր չէ ունենալ բարեվարկություն։ Ես սա ասում եմ ընդգծելու համար, որ այս մեր բոլորի կողմից արդեն հավանված միջոցառումը կարծում եմ շատ դիպուկ է կոչվում Հայաստանի Հանրապետության աղոթքի նախաճաշ, որովհետև այո, սա Աստծո եւ մարդու կամ մարդու եւ Աստծո հարաբերությունների մասին է։ Բայց ժամանակակից մարդը ապրում է պետության մեջ։ Եվ շատ կարևոր է, որ Աստծո եւ մարդու հարաբերությունները արտահայտություն գտնեն նաեւ Աստծո եւ պետության հարաբերություններում, որովհետեւ այդ կերպ է, որ ուժեղանում է մարդու եւ Աստծո հարաբերությունը, այդ կերպ է, որ ուժեղացնում է մարդուն պետությունը ունենալով եւ խոստովանելով, ընդունելով իր հարաբերությունները Աստծո հետ։ Ընդհանրապես սա շատ խորհրդավոր է, որովհետև էլի նախախնամության մասին խոսելով ես արձանագրում եմ հետևյալը, ես իմ խոսքը սկսեցի խաղաղության մեր ճանապարհից, բայց հետաքրքիր է, որ դա տեղի ունեցավ 2025 թվականին խաղաղության հաստատումը,
Եվ 2025 թվականին ես առաջին անգամ մասնակցեցի Վաշինգտոնում կայացած Միացյալ Նահանգների ազգային աղոթքի նախաճաշի։ Եվ պիտի ասեմ նաև, որ ես շատ վստահ չէի, թե արդյոք ճիշտ եմ վարվում, որ ժամանակը ծախսում եմ, այ ճանապարհը երկար է, հասկանալիորեն, եւ միայն ճանապարհի վրա շատ երկար ժամանակ է ծախսվում, ես վստահ չէի, թե արդյոք ճիշտ եմ վարվում ժամանակը ծախսելով գնալու մասնակցելու նախաճաշի, ինչպես ասիկ նախաճաշի մասնակցելու համար, բայց ի վերջո հիմա հետահայաց նայելով թերևս այդտեղ ինչ-որ նախախնամություն կար, որովհետև հենց այդ այցը Միացյալ Նահանգների մայրաքաղաք շատ էական դեր ունեցավ հետագա քաղաքական գործընթացների եւ հենց բուն խաղաղության գործընթացի համար եւ ըստ էության խաղաղության գործընթացը հիմա երկու աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է փետրվարին տեղի ունեցած աղոթքի նախաճաշի եւ նոյեմբերին տեղի ունեցած աղոթքի նախաճաշի միջև եւ սա ես չեմ կարող մեկնաբանել ես ընդամենը սա ներկայացնում եմ որպես փաստ որպես վիճակագրություն որը թերևս ունի գուցե ունի ինչ որ հոգևոր նշանակություն եւ իմաստ եւ իմիջ այլոց շատ հետաքրքիր էր որ Միացյալ Նահանգների աղոթքի նախաճաշում հանդես եկան ելույթ ունեցան Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը որի հետ ես հենց այցի շրջանակներում հանդիպումներ ունեցա եւ շփումներ ունեցա հետո ելույթ ունեցավ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը որը հետագայում պիտի վճռական եւ առանցքային նշանակություն ունենար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում դա ենթադրում եմ բոլորը տեսել եք ես այդ մասին այլ մանրամասներ ներկայացնելու պատեհություն չեմ տեսնում նրանք ովքեր չեն տեսել ամենայն դեպս տեղեկատվությունը հրապարակային է եւ ես հիշում եմ այն ժամանակ երբ դեռ պարզ չէր թե ինչ կարող էր լինել ինչ ուղղությամբ կգնային process-ները այդ ժամանակ էր որ ըստ էության ձևավորվեց կամ տարբեր տեղերում խմորված եւ մտածված այդ գաղափարը տարբեր մարդկանց կողմից ինչ որ մի կետում դիպվածով հանդիպեց որ այսինքն խաչվեցին գաղափարները եւ մարդիկ ովքեր առանձին գուցե մտածել էին իսկ գուցե Հայաստանի Հանրապետությունում էլ արժե աղոթքի նախաճաշ ունենալ որովհետև ես երեք փորձեցի ասել ինչով ինձ ցնցեց այդ միջոցառումը որին մասնակցելու վստահություն ես ամենևին չունեի դա ինձ օգնեց հասկանալ որ այո մարդիկ կարիք ունեն պարզապես իրենց հոգևոր զգացմունքների փորձի պատմությունները պատմել եւ կիսել կարիք ունեն Աստծո հետ Հիսուս Քրիստոսի հետ կամ նրանք ովքեր այլ կրոնների հետևորդ են իրենց փորձը կիսել մարդկանց հետ եւ դա նախ հոգևոր պահանջմունք է եւ հետո ինչ որ առումով ծառայություն է Աստծուն որովհետեւ Աստծուն ծառայության ամենակարևոր օրինակը Աստծո խոսքը տարածելն է եւ ինչ այլոց այստեղ խոսվեց կապ չունի թե ինչ լեզվով որովհետեւ կարևոր է խոսել Աստծո լեզվով կարելի է խոսել հայերեն եւ չխոսել Աստծո լեզվով կարելի է խոսել անգլերեն եւ չխոսել Աստծո լեզվով կարելի է խոսել արաբերեն եւ չխոսել Աստծո լեզվով բայց կարծում եմ այստեղ ներկա բոլոր մարդիկ իրենց ներկայությամբ հենց դա են ընդգծում որ ինչ լեզվով էլ խոսեն իրենց մղումն է խոսել Աստծո լեզվով եւ երբեմն Աստծո լեզվով ասածը նույնիսկ թարգմանության կարիք չունի
որովհետև Աստծո լեզուն առաջին հերթին հոգու եւ հոգեվոր հաղորդակցության մասին է։ Կարելի է ուղղակի տեսնել խոսողի դեմքը, աչքերը, հետևել նրա ժեստերին եւ հասկանալ, խորությամբ հասկանալ եւ լսել եւ իմանալ, թե ինչ է նա ասում, նայել եւ տեսնել, թե ինչի մասին է նա խոսում, քերականական իմաստով կամ լեզվաբանական իմաստով, չհասկանալով բառերը եւ տվյալ լեզվի շարահյուսությունը, բառերը եւ այդպես շարունակ։ Եվ ես ուզում եմ բոլորի շնորհակալություն հայտնել նախ բոլոր այն հայաստանցիներին, ովքեր եկել են, մասնակցում են այստեղ ներկա են Աստծո լեզվով խոսելու համար եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն հյուրերին, ովքեր եկել են Հայաստանում Աստծո լեզվով խոսելու համար, դա մեծ պատիվ է ինձ համար։ Եվ մեծ պատիվ է առիթ ունենալ խոսելու աղոթքի երկու նախաճաշերի Հարանքում տեղի ունեցած այդ դարակազմիկ իրադարձության մասին եւ մտածել, որ միթե պատահականություն է, որ այդ գործում վճռական նշանակություն ունեցան այն մարդիկ, ովքեր մասնակցում էին աղոթքի փետրվարի նախաճաշին Աստծո լեզվով խոսելու համար, մարդու եւ Աստծո, մարդու եւ պետության հարաբերությունների իրենց ընկալումը կիսելու համար։ Ես խոսում եմ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասին։ Եվ իսկապես ես երևի ամբողջին չէ ցավոք սրտի, որ կարողացել եմ մասնակցել, բայց երեկվա իմ անցկացրած ժամերը այս ձևաչափում, այսօրվա իմ անցկացրած ժամանակը այս ձևաչափում շատ մեծ հոգևոր լիցք եւ էներգիա է տալիս փորձելու շարունակել այն ճանապարհը կամ փորձելու վերը ստուգել եւ փորձելու վերստուգելուց հետո համոզվելուց հետո փորձելու հավատարիմ լինել այն ճանապարհին, որով մեզ բոլորիս, ինձ, մեզ, մեր կառավարությանը, մեր պետությանը, կառավարող թիմին, ընդհանրապես մեր երկրի բոլոր քաղաքացիներին համոզված լինել, որ մենք բոլորս քայլում ենք այն ճանապարհով, որով մեզ առաջնորդում է Աստված, եւ կարծում եմ հենց խաղաղության ճանապարհը այն ճանապարհն է, որով մեզ առաջնորդում է Աստված, հեշտ չի գնալ, իհարկե հեշտ չի գնալ այդ ճանապարհով։ Բայց նաեւ մեր Տեր եւ Ուսուցիչ Հիսուս Քրիստոսը ասում է. մտեք նեղ դռնով, որովհետեւ ինչքան լայն են դռները, այդ լայն դռները տանում են դեպի կործանում, որքան նեղ է դուռը, այդ նեղ դռնով մտնելը տանում է դեպի փրկություն։ Իհարկե շատ դժվար է հավատալ, գիտեք, շատ դժվար է հավատալ դրան։ Բայց անքննելի են Աստծո գործերը եւ Աստծո ճանապարհները։ Եվ պիտի ուղիղ ասեմ եւ խոստովանեմ, որ շատ երկար ժամանակ մենք քայլում ենք նեղ դռնով եւ նեղ ճանապարհով եւ այս օրերին, վերջին ամիսներին ինձ առաջին անգամ համակել է այն միտքը, որ նեղ դռնով մտնելով, նեղ ճանապարհով քայլելով, մենք ի վերջո հասել ենք
մի մեծ եւ լուսավոր ճանապարհի, որտեղ Աստծո առաջնորդությունը ակնհայտ է։ Եվ աղոթքի նախաճաշի կամ աղոթքին իմ ներդրումը ունենալու համար ես ուզում եմ ձեզ դիմել Սաղմոսով կրկին, իհարկե 31-րդ Սաղմոսը արդեն այստեղ հիշատակվեց, բայց ես չգիտեի, ես նախապես էի պլանավորել, որ 31-րդ Սաղմոսով պետք է ավարտեմ այսօր իմ ելույթը եւ Սաղմոս համար 31 ներված լինելու երջանկությունը, Դավթի իմաստությունը։ Երանի նրան ուն մեղքերին թողություն տրվեց եւ ում բոլոր հանցանքները ծածկվեցին։ Երանի այն մարդուն, որին Տերն այլևս մեղավոր չի համարում եւ որի բերանում նենգություն չկա։ Ես լռեցի եւ իմ բոլոր ոսկորները մաշվեցին ամեն օր գիշեր ցերեկ Աստծուն կանչելով։ Քո ձեռքը ծանրացավ իմ վրա։ Ես կրկին ընկա թշվառության մեջ, քանզի փշերն ինձ ծակեցին։ Մեղքերս քեզ ցույց կտամ եւ անօրենությունս չեմ թաքցնի քեզնից։ Ասացի, թե կխոստովանեմ մեղքերն իմ եւ դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը։ Սրա համար բոլոր սրբերը հարմար ժամի աղոթքի կկանգնեն քո առջև եւ սաստիկ ջրհեղեղի ժամանակ նրանց ոչինչ չի պատահի։ Դու ես իմ հենարանն այն նեղության մեջ, որ շունչս պատեց։ Ով ցնծություն ինձ, փրկիր ինձ նրանցից, ովքեր պաշարեցին ինձ։ Քեզ կիմաստացնեմ եւ խելամիտ կդարձնեմ քո ընթացած ճանապարհին եւ աչքերս վրատ կպահեմ, ասում է Տերը։ Մի եղեք ձիերի եւ ջորիների պես, որոնք գիտակցություն չունեն։ Սանձով ու պախուրցով պետք է նրանց կզակը ճմլել, որ չմոտենան քեզ։ Շատ են մեղավորների տանջանքները, բայց ովքեր իրենց հույսը դնում են Տիրոջ վրա, Տիրոջ ողորմությունը կպարուրի նրանց։ Ուրախ եղեք եւ ցնծացեք Տիրոջով, ով արդարներ։ Բարձեցեք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։ Շնորհակալ եմ շատ։